Security Dream-ն ավելի հզոր է, քան թե վարչապետն իր կառավարության հանդերձ։ Ինչու են ժամանակավորապես շահագործումից հանվել շարժական լուսանկարահանող արագաչափ սարքերը։ Ինչի մասին են վկայում Հովիկ Աբրահամյանի լավատեսական բնույթի հայտարարությունները եւ հատկապես ում էին ուղղված տնտեսական աճի մասին կիսամյակային հաշվետվությունները։ Այս շաբաթ ռազմաբազայում տեղի կունենա դատաքննություն, որն առնչվում է Պերմյակովի դասալքության եւ զենքի հափշտակության հատկանիշներով հարուցված քրեական գործին։ Ավետիսյանների հարազատները ցանկանում են տեսնել Պերմյակովին։ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը դեմ ոտքի Հայաստան քաղաքացիական նախաձեռնությունն անցկացնում է ստորագրահավաք, որով պահանջում են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ու անդամների հրաժարականը։ Հանգստյան օրերին Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային եւ հրետանային զինատեսակներից ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը։ Security Dream ընկերության հիմնադիր Գուրգեն Զաքարյանը օրերս տեղեկացրել էր, որ հանդիպում է ունեցել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ եւ վերջինս խնդրել է ժամանակավորապես շահագործումից հանել շարժական լուսանկարահանող արագաչափ սարքերը։ Նշենք, որ շարժական լուսանկարահանող սարքերի կիրառությունը բխում էր կառավարության հետ կնքած պայմանագրից։ Security Dream ընկերության հիմնադիր Գուրգեն Զաքարյանը նաեւ ասել է. Վարչապետը նաև խնդրեց, որ մեղմացնենք հոծգծերը տրորելու համար վարորդներին ուղարկվող տուգանքները, բայց այսպես թե այնպես մենք հիմնականում ֆիքսում էինք կոպիտ խախտումները։ Վարչապետը խնդրեց ավելի մեղմ լինենք։ Մենք էլ կփորձենք մեղմ լինել։ Իրավական տեսանկյունից նման հայտարարությունն անընդունելի է համարում իրավաբան Հարություն Բաղդասարյանը, ում գնահատմամբ նման փաստերն արտացոլում են Հայաստանի կառավարման համակարգում առկա իրավիճակը։ Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ կախված է առևտրային ընկերություններից, ինչու կամ հզոր չի, կամ փոխադարձ շահագրգռվածություն ունի, չի կարող որևէ ընկերության ղեկավար ինքը որոշի, թե կառավարության համապատասխան որոշումն ինչպես իրականացնել, ավելի խստորեն, թե ավելի մեղմորեն, եւ երբ որ վարչապետն ընկերության ղեկավարին խնդրում է, որ այդ հոծ գծերի խախտումների վերաբերյալ ավելի բարեհամբույր լինել, դա նշանակում է, որ ինքը վարչապետը իր տեղում չէ եւ շատ ավելի թույլ է, քան հիմնադիր տնօրեն Գուրգեն Զաքարյանը։ Սա ինձ թվում է պարզապես խոսում է այն մասին, որ իսկապես Հայաստանում ոչ մի մարմին, ոչ մի անձ իսկապես իր տեղում չէ։ Ինչպես է ստացվել, որ երկրի վարչապետն ավելի թույլ է, քան որևէ ընկերության տնօրեն։ Հարցին թերևս կարող է պատասխանել ազգային ժողովում ընդդիմադիր падգամավորների այն հայտարարությունը, որ այդ ընկերությունը պատկանում է Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանին։ Վարչապետը պարզապես կախվածություն ունի Security Dream-ից։ Security Dream-ն ավելի հզոր է, քան թե վարչապետն իր կառավարությամբ հանդերձ։ Ենթադրվում է, որ այստեղ նորից աշխատում է Կլանի ինստիտուտը, որ համակարգի մարդկանց չպետք է ձեռք տալ, նրանց ցանկությամբ պետք է վարվել։ Կլանի համակարգի մարդիկ են որոշում, թե համակարգն ինչպես է աշխատում։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը չի բացառում, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս քայլով փորձել է PR-ի խնդիր լուծել, առանց գիտակցելու, որ իրավական տեսանկյունից նման հայտարարությունն ընդունելի չէ եւ ցանկացած պարագայում պետք է օրենքը գերակա լինի։ Հայաստանի Հանրապետությունում օրենքի գիտակցում, օրենքի հղումաներ, այդպիսի գիտակցություն չկա եւ դա գալիս է վերնախավից, վարչապետից, նախագահից, բացարձակապես ով ինչ մտածում է, ասում է արեք, օրենքի հղում գոյություն չունի։ Մոտեցումները միշտ այդպիսին են եղել ու մենք դա տեսնում ենք բոլոր ոլորտներում ու ոչ միայն իրավապահ։ Վերջին շրջանում այդպիսի տենդենց ենք նկատում, սակայն նման քայլերը չեն օգնի։ Իրենք բոլորն այնքան հեղինակազրկված են, որ վստահություն շահելու ցանկացած քայլ ապարդյուն է։ Օրեր առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գյումրիում պատասխանելով լրագրողների հարցերին հայտարարեց, որ Հայաստանում նկատվում է տնտեսական աճ գրեթե բոլոր բնագավառներում։ Վարչապետը նույնիսկ թվերի լեզվով խոսեց տնտեսական աճի մասին, շեշտելով, որ 4.5% տնտեսական աճ է գրանցվել կիսամյակային տվյալներով, ընդգծելով այն հանգամանքը, որ այդ աճը գրանցվել է այն դեպքում, երբ ապրանքաշրջանառության մեջ մեծ անկում է գրանցվել։
Հատկանշական է, որ դրանից մեկ օր անց Հովիկ Աբրահամյանի տեղակալը Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ Հովիկ Աբրահամյանի նախանշած 4.5%-անոց տնտեսական կիսամյակային աճն ընդամենը վարչապետի գնահատականն է։ Ինչի մասին են վկայում Հովիկ Աբրահամյանի լավատեսական բնույթի հայտարարությունները եւ հատկապես ում էին ուղղված տնտեսական աճի մասին կիսամյակային հաշվետվությունները։ Այս հարցերի վերաբերյալ Գալան զրուցել է ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի իրավական եւ քաղաքական հարցերով փորձագետ Ստյոպա Սաֆարյանի հետ։ Հովիկ Աբրահամյանը փորձում է ցույց տալ, որ հայոց կառավարությունն էլ է հաշվետու եւ նաեւ տպավորություն է ստեղծում, որ վարչապետի աթոռին իր բազմելն ամենևին վատ հետևանքներ չի ունեցել Հայաստանի համար։ Այս կտրվածքով կարելի է արդեն հասկանալ, թե ինչու է ստում Հովիկ Աբրահամյանը։ Երկրորդ, Հովիկ Աբրահամյանը լուրջ ցուցանիշներ պիտի ապահովեր եւ դա չկարողանալով անել իրականության մեջ, դա փորձում է անել թվերով, մանիպուլյացիաների միջոցով եւ հանրությանը խաբելով։ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով Հովիկ Աբրահամյանն առաջին հերթին հաշվետու է Սերժ Սարգսյանին, այն պահից հետո, երբ Ծառուկյան-Սարգսյան կոնֆլիկտը հայտնի հանգուցալուծումը ստացավ։ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարումը վարչապետի պաշտոնում բացառապես կախված է Սարգսյանի ցանկությունից։ Ըստ մեր զրուցակցի Հովիկ Աբրահամյանը հիմա քաղաքական ամուր հենարան չունի։ Նախկինում նա կարող էր մանևրել եւ իր համար քաղաքական դիրք պահպանել ԲՀԿ-ՀՀԿ կոնֆլիկտի դաշտում։ Իսկ այժմ այդ կոնֆլիկտը գոնե այս պահին չկա։ Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեցինք այսպիսով Աբրահամյանի երաշխիքները տնտեսական աճի մասին։ Բավարար են Սերժ Սարգսյանի համար, թե նա կազատվի Աբրահամյանից, հատկապես որ ՀՀԿ-ԲՀԿ կոնֆլիկտ չկա։ ՀՀԿ-ն պատրաստվում է 2017-18 թվականներին։ Ի վերջո ավարտվում է Սերժ Սարգսյանի երկշրջան պաշտոնավարումը եւ ՀՀԿ-ն չի կարող իրեն թույլ տալ շռայլություն, գնալ տնտեսական քաղաքական ծախողումների եւ 2016 թվականին արդեն պիտի ունենա այդ հարցերի պատասխանը։ Ես տեսնում եմ, որ նրանք շարժվում են այդ ուղղությամբ, թե ով է լինելու այդ թագաժառանգը եւ նրանց պետք է լուծել կառավարության խնդիր, որ հույսեր արթնացնեն հասարակության մեջ։ Պատահական չէ, որ դիտեցինք այսպես ասած PR-ների արշավներ Սեյրան Օհանյանի, Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ, ով նույնպես երբեք չի թաքցրել, որ հավակնություններ ունի պահելու իր տեղն իշխանության մեջ։ Հետևաբար ամեն ինչը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն շարժվում է առաջ եւ խնդիր է լուծում, ով պետք է լինի կառավարության վարչապետը, ով կարողանալու է ինչ-որ ցուցանիշներ ապահովել եւ գլխավորել ցուցակը եւ առաջին հերթին ապահովագրել Սերժ Սարգսյանի տնտեսական քաղաքական ապագան։ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը դեմ ոտքի Հայաստան քաղաքացիական նախաձեռնությունը անցկացնում է ստորագրահավաք, որով պահանջում են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի եւ անդամների հրաժարականը։ Նախաձեռնության խորհրդի անդամ Գագիկ Եղիազարյանը գալայի հետ զրույցում նշեց, որ ստորագրահավաքի ընթացքը բավականին ակտիվ է եւ շատերն են իրենց ստորագրությունը դնում փաստաթղթի տակ։ Ստորագրահավաքն ըստ մեր զրուցակցի կշարունակվի մինչեւ օգոստոսի 11-ը, իսկ այդ օրը կայանալիք հանրահավաքի ժամանակ կորոշվեն հետագա անելիքները։ Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե Որոտանի կասկադի վաճառքից ստացվող գումարներից է կառավարությունը սուբսիդավորելու 7 դրամով հոսանքի թանկացումը, նշեց, թե դա չի բավարարում իրենց։ Մեր ազգային ունեցվածքը պետք է վաճառվի ամերիկյան ինչ-որ մի ընկերության ու այդ գումարներն ուղղվեն ինչ-որ ռուսական ընկերության պարտքերը փակելուն։ Այսինքն դրանից հայ ժողովրդին ոչ մի օգուտ, նշեց Գագիկ Եղիազարյանը։ Ավետիսյանների հարազատներն ամենայն հավանականությամբ կմասնակցեն ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դատաքննությանը։ Գալայի հետ զրույցում սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը Ռիտա Պետրոսյանը նշեց, որ ունի ցանկություն մասնակցել օգոստոսի 12-ին սպասվող դատաքննությանը։ Հիշեցնենք, այս շաբաթ ռազմաբազայում տեղի կունենա դատաքննություն, որն առնչվում է դասալքության եւ զենքի հափշտակության հատկանիշներով հարուցված քրեական գործին։ Ռիտա Պետրոսյանը տեղյակ է, որ դատաքննությունն այս փուլում չի առնչվում իր հարազատների սպանությանը, մասնակցելու է միայն այն բանի համար, որ հնարավորություն ստանա տեսնել մեղադրյալին։ Ավետիսյանների հարազատներին հիմա այլ բան է մտահոգում։ Ունեն մտավախություն, որ դասալքության գործի քննությամբ ավարտվի ամեն ինչ։ Հարցադրում են, իսկ եթե Պերմյակովին այս դատաքննությունից հետո տանեն Գյումրիից, պատիժը կրելու համար ուղարկեն Ռուսաստանի Դաշնություն, այդ դեպքում ինչ է լինելու սպանության գործի քննությունը, ինչպես է քննվելու 7 հոգու սպանության գործը, եթե նա չհանձնվի հայկական կողմին։
Արցախի պաշտպանության բանակից տեղեկացնում են, որ հանգստյան օրերին Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային եւ հրետանային զինատեսակներից ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը։ Օգոստոսի 8-ին եւ 9-ին բացի խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից, ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ականանետերից արձակել է 165 արկ։ Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 400 անգամ, որի ընթացքում արձակել է շուրջ 7500 կրակոց։ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը եւ պատասխան գործողություններով ճնշել հակառակորդի ակտիվությունը։ Նշվում է Արցախի պաշտպանության բանակի մամլոյցարայության հաղորդագրությունում։ Թուրքիայում շաբաթը սկսվել է քրդերի հետ բախումներով եւ ահաբեկչությամբ։ Թուրքիայի հարավ-արևելյան Ճիզրա քաղաքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցները առճակատման մեջ են մտել ոստիկանական խմբերի հետ, որպիսի իրավապահներին թույլ չտան մուտք գործել քրդական շրջաններ, նրանք բարիկադներ են կառուցել եւ անգամ խրամատներ փորել։ Քրդերը ոստիկանների ուղղությամբ քարեր եւ դյուրավար նյութերով լի շշեր են նետել, ինչին թուրք իրավապահները պատասխանել են արցունքաբեր գազով։ Իսկ Ստամբուլում ահաբեկչություն է տեղի ունեցել ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկը գործի է դրվել ոստիկանության բաժանմունքի մոտ։ Վիրավորվել է առնվազն 10 մարդ։ Մեքենան վարել է մահապարտ ահաբեկիչը։ Ենթադրվում է, որ հեղինակները կամ քուրդ ծայրահեղականներն են կամ իսլամիստները։ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ղեկավարը մեղադրել է Թուրքիային իսլամական պետությանը պաշտպանելու մեջ քուրդ զինյալների դեմ կատարվող հարձակումների միջոցով։ Թուրքերը պնդում են, որ մարտնչում են իսլամական պետության դեմ, իրականում նրանք կռվում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ, հայտնել է Ջեմալ Բայիկը։ Էրդողանը կանգնած է իսլամիստների թիկունքում, նրա նպատակն է կանգնեցնել քրդերի առաջ խաղացումը, այդ կերպ առաջ շարժվելով դեպի իր նպատակը՝ Թուրքիայի թուրքականացումը, նշել է Բայիկը։ Քուրդ զինյալները, որոնց մեջ են նաև Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամները, մարտնչում են իսլամական պետության զինյալների դեմ Սիրիայում եւ Իրաքում, սակայն Թուրքիան նաև որոշ արևմտյան տերություններ քրդական այդ կուսակցությանը համարում են ահաբեկչական։ Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունների եւ քրդերի միջև հրադադարը խախտվեց հուլիսին, երբ Թուրքիան սկսեց ռմբակոծել Իրաքում քրդական խմբավորումների ճամբարները։ Ֆերգյուսոնում սպիտակամորթ ոստիկան Դարեն Ուիլսոնի կողմից սպանված սևամորթ երիտասարդ Մայքլ Բրաունի մահվան մեկամյակին նվիրված բողոքի ակցիայի ժամանակ փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Առնվազն 1 մարդ վիրավորվել է։ Մինչ Սքոերթի սկիզբը հավաքվածները լռել են 4.5 րոպե, քանի որ սպանվելուց հետո մոտ 4.5 ժամ Բրաունի մարմինը մնացել է փողոցում։ Ֆերգյուսոնում նախորդ տարվա օգոստոսին տեղի ունեցած միջադեպը Միացյալ Նահանգներում բողոքի ալիքի տեղիք տվեց։ Հաճախ դրանք հանգեցնում էին ոստիկանների հետ բախումների։ Բողոքի ալիքը լրացուցիչ թափ ստացավ անցյալ տարվա նոյեմբերին, երբ մեծ ժյուրին որոշում կայացրեց Ուիլսոնին մեղադրանք չառաջադրել։ Քննության արդյունքները ցույց են տվել, որ Ֆերգյուսոնի ոստիկանական ծառայությունում լայնորեն տարածված է ռասայական խտրականությունը։ Գրեթե ամեն օր եվրոպացի ֆերմերները դուրս են գալիս փողոցներ։ Ֆրանսիայում մեկնարկած բողոքի ակցիաները տեղափոխվել են Բուլղարիա, Բելգիա, Հունաստան եւ այլ երկրներ։ Այդ ակցիաները ոչ միայն ազդում են տվյալ պետությունների ամենօրյա կյանքի վրա, այլև ժամանակ առ ժամանակ լարվածություն եւ խնդիրներ են ստեղծում Եվրամիության երկրների միջև, գրում է Դունյա Պարբերականը։ Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության քաղաքականությունը բերեց փոխադարձ էմբարգոյի, ավելի քան 1 տարի գործող Եվրամիության երկրներից բարենային ապրանքների ներկրման Ռուսաստանի կողմից սահմանված արգելքը արգելակեց եվրոպական արտահանումը։ Ռուսաստանի այդ դիրքորոշումը, որը տարածաշրջանում կարևոր շուկա է համարվում, հանգեցրեց Եվրոպայում գյուղմթերքի զգալի գնանկման։ Ֆերմերները խոշոր վնասներ են կրում, պահանջում են պետական միջոցներից փոխհատուցում եւ չստանալով ակնկալած օգնությունը խռովություն են բարձրացնում։ Որոշ երկրներում, հատկապես Ֆրանսիայում, ֆերմերները զգալի բարձր հարկեր են վճարում։ Նրանք քննադատում են Եվրամիության երկրների կառավարություններին, որ շահեկան վիճակում են հայտնվում այն գյուղատնտեսները, ովքեր առավել քիչ հարկ են վճարում։ Եվրամիության երկրների միջև լարվածություն է առաջանում նաև այն պատճառով, որ ֆերմերները խոչընդոտում են հարևան երկրներից ներկրվող ապրանքների մուտքը։ Բելգիայում կաթի գինը 30 եվրոցենտ է եւ նման գինը ըստ տեղի ֆերմերների չի ծածկում անգամ իրենց ծախսերը։ Ֆրանսիացի ֆերմերների 10%-ը հայտնվել է սնանկացման եզրին։ Հետաքրքիր է, որ բոլոր պաշտոնյաները գյուղնախարարից մինչև նախագահ գտնում են, որ բողոքի ակցիաները տեղին են արդարացի եւ փորձում են միջոցներ ձեռնարկել։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկրում խնդիրն ավելի բարդ է եւ շատ ֆերմերներ հրաժարվել են արդեն իրենց աշխատանքային գործունեությունից։